Համեցեք, պարոն Բարսելյան։ Շնորհակալություն Տիկին Մանասյան զեկույցի համար, նախ կուզենայի ավելի շուտ թույլ տվեք վստահություն հայտնել, որ կարծում եմ այդ 3000 դիմումների աճը ոչ թե դեպքերի քանակի աճ է, այլ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի նկատմամբ վստահության աճ է, որը նաև պայմանավորված է ձեր գործունեությամբ, բայց այս մասով կուզենայի նաև հարցնել իհարկե չեմ պատկերացնում, թե ոնց պետք է լինի այդ տվյալները կամ այդ ուսումնասիրությունը, բայց ունեք մոտ ինչ-որ տիպի ուսումնասիրություն, որը այս հարցը կպարզեր, էլի, այսինքն իրականում դեպքերի աճը, թե իրական վստահության աճը, որտեղ ես շատ ավելի հակված եմ ենթադրելու, որ սա վստահության աճ է։ Գործադուլների հետ կապված կուզեի նկատառում անեի, երբ որ ասում եք աշխատողների իրավունքները, գործադուլ իրականացնելու եւ այլն, կարծում եմ այստեղ շատ նաև հիմնական խնդիր ու պատճառը այն, որ արհմիությունները կամ բացակայում են, կամ իմ իմացած արհմիությունները, առնվազն իմ տեսած արհմիությունները գտնվում են ուղիղ տնօրենի ազդեցության տակ, այդ թվում այդ արհմիության բյուջեն եւ ոչ միայն բյուջեն, այլև արհմիության գործողությունները եւ այլն կարող է իրավական առումով ոչ, բայց ոչ իրավական առումով տնօրենի ազդեցության գոտում են եւ անհասկանալի է թե ինչպես պիտի օրինակ արհմիությունը աշխատակցի իրավունքներով զբաղվի տնօրենի կողմից օրինակ ոտնահարված, եթե տնօրենի ազդեցության տակ գտնվում այդ միությունը։ Իսկ նրանք դառնում են կամ անիմաստ, կամ էլ պետք է ինչ-որ ձև ավելի վերահսկվի կամ ես հետո կարևոր մի հատ փոխանցելու բան ունեմ, բայց մինչև այդ դիտարկումներն եմ անում, եթե թույլ կտաք։ Իսկ ատելության խոսքի հետ կապված իրական ընտրությունների մոտեցմամբ այդ խոսքերը շատ ավելի խստանալու են եւ այստեղ մենք բոլորս անելիք ունենք, բայց շատ կարևոր է այստեղ մի ուրիշ բան էլ ուշադրություն դարձնել, շատ հաճախ որոշակի կարգավիճակներ, որոնք իրականում կապ չունեն օրինակ անմեղ սունակության կամ մեղմացուցիչ հանգամանք լինելու եւ այլն, օրինակ կին, մայր եւ այլն, երբ որ դրանք օգտագործվում են մարդուն պաշտպանելու համար, այդ դուռը երկուստեք է բացվում եւ նույն կարգավիճակը արդեն սկսում է օգտագործվել նաեւ թիրախավորման համար, էլի ես այդ ամեն ինչը երևում է, այդ ամեն ինչը տեսանելի է եւ պետք է մաքսիմալ այստեղ կոչանել, որ զգույշ լինեն նման կարգավիճակները դարձնելու շահարկման առարկա, որտեղ երբ որ շահարկվում է ինքը երկուստեք է, մի կողմից պաշտպանվող է դառնում, մի կողմից թիրախավորվող է դառնում ու այնտեղ որտեղ կապ չունեն այս կարգավիճակները պետք է մաքսիմալ բան լինել եւ օգտվելով արդից նաեւ քանի որ ազգային ժողովում առիթ չեղավ, ես այդ առումով խոսեի հայտնի ձայնագրության ժամանակ, երբ որ իրենց ակցիաների մասնակիցներին վատ բառերով անվանարկում են հայտնի ուժը, այնտեղ նաև օգտագործվում է բոշա տերմինը, որը էթնիկ խումբ է, առնվազն Հայաստանում այս պահին գոյություն ունեն նման էթնիկ խմբեր, եւ այստեղ էլ կուզենայի կոչանենք, որ չօգտագործվի, չնայած շատ արվում դա Հայաստանում պրոբլեմա էթնիկ խմբերը որպես վիրավորանք օգտագործելու բանը, ուզում ասեմ եւս մեկ անգամ հանդիպեցինք, բայց բացի դրանից ինչի մասն է ես շատ ավելի այտենց ուզում ձեզ հայտնել, չգիտեմ դուք տեղեկացված եք թե չէ, բայց Telegram-ում եւ TikTok-ում շատ մեծ թափահավաքում կազմակերպված բուլինգի, հետապնդման եւ հետամտման դեպքերը, ինչ եմ ասում կազմակերպված Telegram-ում եւ TikTok-ում բացվում են հատուկ խմբեր, որը օգտագործվում է կոնկրետ անձանց թիրախավորելու, բուլինգի ենթարկելու, հետամտելու, նույնիսկ հետապնդելու, օրինակ ասենք, դրվում է ինչ-որ մարդու մասին ինֆորմացիա, դրվում է հեռախոսը, կոչ է արվում զանգել ու սկսել նման դեպքով ես իհարկե հայտնել եմ ներքին գործերի նախարարության եւ հիմա զբաղվում են կոնկրետ այդ դեպքով, ձեզ էլ կփոխանցեմ այդ դեպքի տվյալները դպրոցում տեղի ունեցած, շատ ավելի մանրամասն հիմա չեմ ասի, որպեսզի էլի չթիրախավորեմ, բայց ուղիղ կազմակերպված հետապնդման ու հետամտման բանագում հատկապես կանանց նկատմամբ այդ խմբերն էլ կարող եմ ձեզ փոխանցել, իհարկե նախորդ ներողություն խնդրելով այդտեղ եղած լեքսիկոն եւ բառամթերքի համար, բայց պետքա կարծում եմ այս մասով մենք բոլորս սկսենք զբաղվել, որտեղ դա կարա շատ անդառնալի հետևանքների վերջում հասցնի, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, պարոն Բարսելյան, փորձեմ հերթով հարցերին անդրադառնալ, նախ դիմումների քանակի աճի տեսանկյունից, որոշակի վերլուծություններ իրականում փորձել ենք իրականացնել, հաշվի առնելով հատկապես օրինակ որ պահերին, որ հարցերի հետ կապված դիմում բողոքներն են ավելի շատացել, ինչ տրամաբանությամբ իրադարձություններ են Հայաստանում տեղի ունեցել եւ այլն։
Հիմնականում հետևյալ տենդենսներն են նկատվում, նախ եթե որևէ հարցի հետ կապված որևէ քաղաքացի կամ քաղաքացիների խումբ հարցի լուծում է ստանում մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործողությունների արդյունքում, մարդու իրավունքների պաշտպանի միջամտության արդյունքում, մենք անմիջապես աճ ենք ունենում նույն հարցի հետ կապված մի շարք այլ քաղաքացիների կամ քաղաքացիների խմբերի կողմից դիմումների, սա միանշանակ տենդենս է։ Երկրորդը, ես ինքս շատ ակտիվ եմ այցեր իրականացնելու առումով եւ այն վայրեր, որտեղ ունենում ենք այցեր, դրանից անմիջապես հետո դարձյալ էլի ունենում ենք աննախադեպ աճ դիմում բողոքների ստացման, որովհետեւ հատկապես օրինակ եթե ոչ թե խոսենք փակ հաստատությունների պարագայում էլ է իհարկե նույնը, բայց եթե խոսենք հատկապես տարբեր գյուղական բնակավայրերի մասին, որտեղ իրազեկվածությունը, հասանելիությունը ընդհանրապես նման կառուցակարգերին շատ փոքր է, երբ որ գնում ենք մարդկանց հետ ունենում ենք հաղորդակցություն, իրենք անմիջապես սկսում են դիմել հաստատությանը, այս առումով էլ կա աճ։ Երկրորդը համակարգային դեպքերն են, երբ օրինակ մի այսպես համակարգային խնդիր է ի հայտ գալիս, որի առնչությամբ մեզ օրինակ սկսում է դիմել ոչ թե մի քաղաքացի, այլ դիմում են շատ մեծ թվով քաղաքացիներ, օրինակ այն կրթության նախարարության հետ կապված հրամանի վերաբերյալ ու արդյունքում ստեղծված իրավիճակի հետ կապված մենք շղթայական դիմումներ ենք ունեցել, այսինքն անմիջապես օրինակ 1, 2, 3 քաղաքացի դիմել է, հետո դրանից հետո տարբեր այլ դերակատարների, քաղաքասարակության գործընկերներից ենք սկսել դիմումներ ստանալ քաղաքացիներից ու երբ որ խնդիրը օրինակ ես տեսակետ եմ արտահայտվում հատկապես հրապարակային եղանակով հարցի հետ կապված, նույնիսկ եթե կարգավորումները դեռևս չեն փոխվել, նորից սկսում են անընդհատ քաղաքացիները դիմել Եվ հաջորդ պատճառներից մեկը նաև այդպես ավելի մեծ հանրային իրադարձություններն են, հա, օրինակ եթե հավաքներ են տեղի ունենում, շատ մեծ հավանականություն կա, որ մեծ հավաքի պարագայում շատ մեծ է լինելու թիվը քաղաքացիների կողմից մեզ ուղղվող դիմում բողոքների եւ այլն, այսինքն ընդհանուր առմամբ իրավիճակը սա է, բայց իհարկե կարող են լինել նաև այլ պատճառներ, ուղղակի այն տենդենսները հիմնական, որ մենք ենք այդ թվում նկատել վերլուծությունների արդյունքում հենց սա է Գործադուլի իրավունքի առումով միանշանակ համամիտ եմ նաև ձեր մտքի հետ, բայց ուզում եմ ավելացնել, որ դա չէ միակ պատճառը, պատճառը Հայաստանում գործող նաև շատ խիստ կարգավորումներն են, որոնք միգուցե այլ երկրներում, այն երկրներում, որտեղ գործադուլի մշակույթն է պատշաճ, որտեղ նաև պետական մարմինները գործադուներն են պատկերացնում, որ սա քաղաքացու իրավունք է եւ նա հնարավորություն պետք է ունենա դա իրացնելու, Հայաստանում այնքան խիստ են այդ կարգավորումները, որ իրավաչափ եղանակով գրեթե անհնար է գործադուլ կազմակերպել, իսկ դա մշտապես օգտագործվում է գործադուլ իրականացնելու նախաձեռնություն ունեցող քաղաքացիների դեմ, որովհետև իրենց անմիջապես ասում են, որ գիտեք ինչ դուք իրավունք չունեք գործադուլ իրականացնելու, որովհետև այս պահանջները չեք պահպանել, իսկ դրանք պահանջներ են, որոնք իրապես անչափ խիստ են։ Ես հարցը վերջերս քննարկել եմ նաև Արհմիությունների կոնֆեդերացիայի ներկայացուցիչների հետ, որովհետև մենք նախաձեռնել ենք նաև նրանց հետ շատ կարևոր համագործակցություն ու նաև նշեմ, որ ինչպես նշեցի, մեր այս տարվա առաջնահերթություններից է լինելու այդ թվում եւ հիմա էլ կա գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանությունը, մենք նոր հասարակական խորհուրդ ենք ձևավորել մարդու իրավունքների պաշտպանին առընթեր, որը շուտով իր գործունեությունն է սկսելու եւ նաեւ այս կազմակերպություններն են մեր խորհրդի անդամ, սրա նպատակն է, որ այս խնդիրները ոչ միայն այսպես ներքին քննարկումների ընթացքում բարձրաձայնվեն, այլ հրապարակային բարձրաձայնվեն ու դրանց լուծումներ տրվեն շատ արագ, որովհետև իրապես դա շատ կարևոր է եւ իհարկե դուք էլ ճիշտ նշեցիք, արհմիությունները Հայաստանում միանշանակ պետք է զորանան, զարգանան եւ նաեւ մարդկանց իրազեկվածությունը պետք է մեծանա, հա, այս աշխատանքային իրավունքների, գործադուլի իրավունքի հետ կապված, որովհետեւ երբեմն մարդիկ իրոք աշխատում են անմարդկային պայմաններում, բայց նույնիսկ իրենց էլ որ հարցնեք, իրենց թվում է, որ դա նորմալ է, բայց այդ պայմաններն այնպիսին են, որ նույնիսկ անվտանգության այն ամենամինիմալ նվազագույն չափանիշներին չեն համապատասխանում, հետեւաբար այս առումով թե պետք է իրազեկվածությունը բարձրանա, թե պետությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի երաշխավորի այս իրավունքները, դրա հետ մեկտեղ պետությունը պետք է պատշաճ վերահսկողական մեխանիզմներ կիրառի, որպեսզի հնարավոր լինի ապահովել սա։
Ատելության խոսքի առումով միանշանակ այո, նախընտրական եւ ընտրական գործընթացների ժամանակահատվածում սա մեր տիպի հասարակություններում շատ մեծ ծավալ է ստանում եւ հիմնական պատճառը դարձյալ գիտելիքի եւ իրազեկվածության պակասն է այս երևույթների հետ կապված, որովհետեւ ես վստահ եմ ուղղակի, որ մարդկանց մեծ մասը, ովքեր օգտագործում են ոչ զգայուն ձևակերպումներ, իրենք պարզապես տեղեկացված չեն այն մասին, որ օրինակ այդ ձևակերպումը խնդրահարույց է այս կամ այն խմբի հետ կապված տարբեր հարցադրումների դիտանկյունից իհարկե տարբեր շահարկումներ մշտապես կարող են լինել բայց եթե դրանք իրենց մեջ չեն պարունակում ոչ իրավաչափած ձևակերպումներ բնականաբար որևէ կարգավիճակը որևէ մեկից չի տալիս հնարավորություն ոչ իրավաչափ արարք կատարելու բայց այդ հանգամանքն էլ որևէ այլ խմբի հնարավորություն չի տալիս կամ դերակատարների ատելության խոսք կամ խտրական խոսք օգտագործելու որովհետև ամբողջ առանձնահատկությունը խտրական կամ ատելության խոսքի այն է որ անկախ նրանից թե ինչ իրադարձություն է տեղի ունեցել ով ինչ է արել եւ այլն դու պարզապես իրավունք չունես այդ խոսքի տեսակն օգտագործելու, որովհետև դա իրավաչափ խոսքի տեսակ չէ, անկախ մնացել այլ հանգամանքներից, էթնիկ խմբերի մասով ես ինքս եմ բազմիցս սրա մասին խոսել եւ դա բազմաթիվ դեպքերում հենց առիթ է եղել այդ թվում իմ թիրախավորման, որովհետև դարձյալ Հայաստանում ընդհանրապես չեմ պատկերացնում, թե ինչ է նշանակում էթնիկ ազգային պատկանելության հիմքով ատելության խոսք, բազմաթիվ ձևակերպումներ են օգտագործվում անընդհատ ձևաչափով տարբեր դերակատարների կողմից, որոնք միանշանակ իրենց մեջ պարունակում են այո էթնիկ կամ ազգային պատկանելության հիմքով ատելության խոսք, նույն ձեր նշած օրինակ բոշա ձևակերպումը, քուրդ, եզդի, թուրք, մի շարք այլ ձևակերպումներ, որոնք նորից եմ կրկնում քաղաքացիների եւ մնացյալ այլ բոլոր դերակատարների համար հարգելիներս այս ձևակերպումները որպես վիրավորանք օգտագործելը ոչ միայն արգելված է, այլ նաեւ մեր պետությանը շատ մեծ վնաս է տալիս, որովհետեւ մենք հայտնվում ենք տարբեր միջազգային զեկույցներով, օրինակ որպես ռասիստական խոսքի տարածվածություն ունեցող պետություն կամ հասարակություն, որը միանշանակ որևէ մեկից օգուտ չի բերում, հետեւաբար թե բոլոր քաղաքական դերակատարները, թե այլ դերակատարները, թե մեր կրթության համակարգի պատասխանատուները պետք է շատ լուրջ ջանքեր գործադրեն այս ամենը վերացնելու համար առաջին հերթին բնականաբար կրթության միջոցով, բայց մենք բոլորս էլ այս ամենին հակազդելու միջոցով, հետեւաբար սա նույնիսկ այսպես քննարկման ենթակա հանգամանք չէ, ավելին պիտի նշեմ, եթե մի շարք երկրներում օրինակ, երբ մեր տիպի ազգային հաստատությունները խնդիրներ են պետության հետ կապված ներկայացնում, իրենց խնդրում են օրինակ բերել, շատ երկար է տևում, մինչև իրենք կարող են օրինակ գտնել, մեզանից նույնիսկ օրինակներ չեն ուզում, որովհետև մեր հրապարակային աղբյուրները ուսումնասիրում ես բոլոր հնարավոր դերակատարների, մասնագիտական համայնքների բոլորի կողմից սա օգտագործվում է եւ միանգամից մարդիկ հանում են եւ մեր մասին պատկերացումները նկատի ունեցեք սրա մասով շատ սխալ են լինում նաեւ միջազգային հանրության համատեքստում Ինչ վերաբերում է ձեր նշած դեպքերին տելեգրամյան ալիքների հետ կապված, ես անկեղծ չգիտեմ, որ ալիքների մասին եք հիմա խոսում, իհարկե ուրախ կլինեմ, եթե դրանք տրամադրեք, մենք էլ կծանոթանանք, կհասկանանք ինչ լիազորություններ ունենք այդ կոնտեքստում, բայց պետք է նշեմ, որ ընդհանրական տերմին օգտագործեմ եւ ճակերտներում բուլինգը բոլոր հնարավոր խմբերի նկատմամբ այսօր դա Հայաստանում դարձել է շատ սովորական երևույթ եւ մեր նաեւ հանրային դաշտն է նրան ուղում, որ սա շատ նորմալ է, մարդիկ չեն հասկանում, որ սա խնդրահարույց է, ու այո, պետք է նշեմ, որ գրեթե բոլոր դեպքերում, այդ թվում հանրային դերակատարների նկատմամբ այդ դեպքերը կազմակերպված են, եւ եթե մի փոքր ուսումնասիրություն ես իրականացնում, ակնհայտ նաեւ տարբեր երևույթների կազմակերպիչներն են, հա, ի հայտ գալիս, հետեւաբար, այո, միանշանակ պետք է սրա դեմ պայքարել, կարծում եմ հետո կարող ենք փոխանակվել այդ տվյալներով եւ միանշանակ մենք էլ կհասկանանք, թե ինչ լիազորություններ կարող ենք իրացնել։ Շնորհակալություն։ Տիկին Մանասյան, ես ուզում եմ անդրադառնալ ձեր այն մտքին, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար մի շարք մարտահրավերներ կան եւ դրանք լուծման կարիք ունեն։
մենք էլ ենք դա արձանագրում եւ ես վստահ եմ, որ մեր այն գործընկերները, ովքեր եկող խորհրդարանում կլինեն, այդ ուղղությամբ առնվազն օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգան եւ այս մասով դեռ մենք առիթ կունենանք քննարկելու մի շարք գաղափարներ կան օրենսդրական նախաձեռնության վերածելու, որովհետեւ մենք այս մարտահրավերները կարողանանք կարգավորել ազգային ատելության էթնիկ հիմքով կամ ազգային պատկանելիության հիմքով խտրականության դրսևորումներ բազմաթիվ անգամներ տեղի են ունեցել եւ մենք դրանց ականատեսն ենք եղել մենք նկատել ենք ոնց են օրինակ մեր անդիմադիր գործընկերները օրինակ հրապարակում 50,000 մարդկանց ներկայությամբ կամ որոշակի թվով մարդկանց ներկայությամբ օրինակ ազգային պատկանելիության հիմքով ատելության խոսք տարածում եւ սա իսկապես մտահոգության տեղիք է տալի եւ այս ուղղությամբ ես կարծում եմ ֆունդամենտալ աշխատանքներ իրականացնելու կարիք կա մեր գործընկերոջ Տիկին Գասպարյանի այն դիտարկմանը, որ առողջապահական ապահովագրությունում կան որոշակի հարցեր, մենք դրա մասին խոսել ենք, որ քանի որ նոր համակարգ է եւ այդ համակարգը ամբողջությամբ իդեալական չի կարող ներդրվել, հետեւաբար ներդրման դեպքում էլ այն պետք է նաեւ ադապտացվի մեր հասարակության եւ առհասարակ մեր համակարգերին եւ այս առումով ես կարծում եմ, որ եթե մեզանից որևէ մեկը որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ որևէ հարց տեսնում է, ունի ուղիղ հնարավորություն, ուղիղ խողովակներ նախարարին դիմելու, նախարարությանը դիմելու, առաջարկներ ներկայացնելու եւ հուշելու նաեւ նախարարությանը, որպեսզի այս հարցերը կարգավորեն եւ ես մի քանի հարցեր ունեմ ձեզ Տիկին Մանասյան, առաջի հարցը, որ կուզեի տալ ձեր դիտարկումները նաև փաստում են, որ որոշ ուսումնական հաստատություններում դեռևս թյուրըմբռնում կա ՄԻՊ մանդատի եւ անակնկալ այցերի վերաբերյալ ձեր պատկերացումները ինչ քայլեր պետք է ձեռնարկել, որպեսզի մանկավարժական անձնակազմերի շրջանում պաշտպանի դերն ու լիազորությունները ճիշտ ընկալելու եւ համագործակցային մթնոլորտ ձևավորելու համար, սա մեկ, երկրորդ Տիկին Մանասյան, ձեր զեկույցում նաեւ դուք նշել եք Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման անհրաժեշտությունը, ինչ կոնկրետ աշխատանք է իրականացնում ՄԻՊ գրասենյակը ձեր գլխավորությամբ, այն հանրային մտահոգությունները, որոնք գոյություն ունեն, ձևավորվել են Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ, փարատելու եւ իրավասու նաեւ մարմինների հետ այս կարևորագույն փաստաթղթի վավերացման առաջ մղման համար, այս երկու հարցերին որ պատասխանեք, հետո մյուսներին էլ կանցնենք, շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Բաքոյան, առաջին հերթին անդրադառնամ Մարդու իրավունքների պաշտպանի մանդատի եւ մեր լիազորությունների մի քիչ ավելի մեծացնեմ հարցը մեր կարգավիճակի, անկախության, հանգամանքի եւ այլ հարցերի առնչությամբ միանշանակ է, որ թե հանրային իրազեկվածության մակարդակը, թե մի շարք այլ դերակատարների կողմից իրազեկվածության մակարդակը բավականին ցածր է եւ կուզենամ այսպես տարբեր հարթություններով անդրադառնալ այս հարցին նոր անցնել ուսումնական հաստատություններին, որովհետև այստեղ կարծես թե խնդիրը լուծվել է, քանի որ հարցը ես անմիջապես կոմունիկացրել եմ կրթության նախարարին եւ կարծես թե այս մասով մենք այս փուլում խնդիր չունենք, բայց ամեն դեպքում սկսեմ երևի թե սկզբից, որքան էլ որ պարադոքսալ չթվա, շատ պետություններում մարդու իրավունքների պաշտպանի մանդատի վերաբերյալ թյուր պատկերացումները, միջամտելու փորձերը առաջին հերթին լինում են գործադիր իշխանության եւ քննչական կամ իրավապահ մարմինների կողմից,
Հայաստանի Հանրապետությունում մենք ունենք շատ պարադոքսալ իրավիճակ, որովհետև մենք ընդհանրապես չենք առնչվում օրինակ գործադիր իշխանության կողմից, թե ղեկավարի, թե ընդհանրապես գործադիր իշխանության կազմի կողմից մեր գործունեությանը միջամտելու փորձերի, իրավապահ մարմինների հետ շատ կառուցողական է համագործակցություն այն առումով, որ երբևէ չի եղել մի իրավիճակ, իսկ իրավիճակների մեծ ամասնությունում մենք լրիվ հակադիր դիրքեր ունենք եւ լրիվ հակառակ դիրքորոշումներ ունենք, որևէ կերպ գործունեությանը միջամտելու եւ այլն, բայց մենք այս առումով հատկապես մարդու իրավունքների պաշտպանի մանդատի անկախության սկզբունքի գործունեությանը չմիջամտելու եւ այլ հարցերի տեսանկյունից որոշ խնդիրներ ենք, ոչ թե խնդիրներ ենք ունենում, այլ արձանագրում դրանք, հատկապես առանձին անկախության սկզբունքի հիման վրա գործող մարմինների տեսանկյունից եւ դա է պատճառը, որ այս տարվա կտրվածքով մեզ համար լինելու է առաջնահերթություններից մեկը իրազեկվածությունը հատկապես այս մարմինների համար բարձրացնելը։ Ընդ որում ուզում եմ հատուկ նշել, որ Եվրոպայի խորհուրդը մի քանի անգամ Ստրասբուրգում քննարկման առարկա է դարձրել շատ հրապարակային եղանակով տարբեր երկրներում մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների վերաբերյալ իրազեկվածության եւ պաշտպանվածության հետ կապված հարցերը եւ հատուկ արձանագրել է, որ տարբեր երկրներում շարունակում է ցածր մնալ նաեւ պետական մարմինների շրջանում իրազեկվածությունը եւ կոչ է արել պետություններին, որպեսզի այս աշխատանքը չլինի միայն մի փաստատության աշխատանք, այսինքն պետությունը ինքը իրազեկի տարբեր պետական մարմիններին իր շրջանակում գործող մարդու իրավունքների պաշտպանի մանդատի առնչությամբ եւ այս առումով ես կարծում եմ, որ առաջիկա անելիքները հատկապես պետք է կենտրոնացված լինեն նաեւ այս հարցերի քննարկման համատեքստում։ Ուսումնական հաստատությունների առումով մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքը հստակ սահմանում է, որ մարդու իրավունքների պաշտպանը իրավասություն ունի իրականացնելու այցեր, այդ թվում չհայտարարված ցանկացած կազմակերպություն, որտեղ կարող են գտնվել երեխաներ եւ հաշմանդամություն ունեցող անձինք։ Մենք Եթե չեմ սխալվում, նախորդ տարի է 1-2 դեպք ենք ունեցել, երբ չհայտարարված այցի ընթացքում ուսումնական հաստատությունը ընդհանրապես չի հասկացել, թե ինչ այց կարող ենք անել, հատուկ պահանջ է ներկայացրել, որպեսզի մարդու իրավունքների պաշտպանը նախապես իրենց տեղեկացրած լինի այցերի մասին, եւ մենք այս հարցը նույնիսկ հրապարակային ենք կոմունիկացրել եւ նաեւ սրա վերաբերյալ իհարկե նորից եմ կրկնում, կրթության նախարարին ես պաշտոնապես եմ նաեւ այս հարցի հետ կապված տեղեկատվությունը փոխանցել, կարծես թե խնդիրը այս պահին վերացված է, բայց մեկ անգամ էլ սա կարևոր առիթ է հատուկ շեշտադրելու, որ մարդու իրավունքների պաշտպանը կան մի շարք հաստատություններ, որտեղ ունի անարգել մուտքի իրավունք, ընդ որում խոսքը պաշտպանի մասին չէ, որովհետև իմ մասով չեն եղել խնդիրները, մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների մասով են խնդիրները եղել, բնականաբար պաշտպանի մասով Հայաստանում վերջին տարիներին որևէ խնդիր չունենք, տարբեր հաստատություններ անարգել մուտքի առումով, ինչը նշեմ օրինակ տարիներ առաջ եղել է, որովհետև տարիներ են եղել, երբ օրինակ քննչական մարմնում է հենց մարդու իրավունքների պաշտպանի մուտքը չի ապահովվել եւ այլն, սա շատ լուրջ խնդիր է եղել։ Հիմա մենք ընդհանրապես չունենք նմանատիպ խնդիր, բայց պաշտպանի ներկայացուցիչների առումով տպավորություն է եղել ուսումնական հաստատություններում, որ պետք է օրինակ որևէ պետական մարմին տեղեկացված լինի այդ այցի մասին, թույլ տա նոր ներկայացուցիչները հնարավորություն ունենան մուտք գործել հաստատություն։ Նորից եմ իրազեկում այս հարցի առնչությամբ, ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանը, այլ նաև մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները պետք է մուտքի հնարավորություն ունենան, ընդ որում չհայտարարված այցերի տեսքով սա է կարևորը, այն բոլոր հաստատություններ, որտեղ կարող են գտնվել երեխաներ եւ հաշմանդամություն ունեցող անձինք, փակ հաստատությունների մասին չասեմ, որովհետեւ իմ լիազորությունների շրջանակներում մենք երբևէ խնդիր չենք ունեցել քրեակատարողական հիմնարկներ, ԶՊՎ-ներ կամ հոգեկան առողջության կենտրոններ մուտքի հնարավորության հետ կապված, կարծում եմ շատ լավ իրազեկված են այս մարմինները հենց պաշտպանի մանդատի լիազորությունների եւ կարգավիճակի մասին։ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման անհրաժեշտության առումով նշեմ, որ ես շատ հրապարակային եմ եղել այդ առումով, մարդու իրավունքների պաշտպանի հիմնական մանդատը ադվոկացիոն մանդատ է, միջազգային պայմանագրերի առումով, եւ այս տեսանկյունից ես
այդ թվում հաշվի առնելով այն ամբողջ թիրախավորման դաշտը, հա, որ հենց այս հարցը բարձրացնելու, հրապարակային բարձրացնելու արդյունքում անընդհատ արկա է լինում, միևնույն է, շատ հրապարակային եմ խոսել այս խնդրի վերաբերյալ, գրեթե բոլոր միջավայրերում։ Այո, Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը ես կարծում եմ, որ տարբեր իրավունքների, այդ թվում ընտանեկան բռնության կանխարգելման, կանանց իրավունքների երաշխավորման, երեխաների իրավունքների տեսանկյունից ինչու՞ չէ, առաջնահերթություն է, չափազանց կարևոր է։ Այս մասով ադվոկացիա եմ արել գրեթե բոլոր պետական մարմինների հետ հաղորդակցության համատեքստում, ադվոկացիան արել եմ շատ հրապարակային, հանրային շատ լայնածավալ իրազեկումներ ենք արել մենք քաղաքացիների համար, որովհետև մեր իրազեկման աշխատանքները շատ լայնածավալ են կրել, օրինակ նույն նախորդ տարի միայն 1000-ից ավելի երեխա է ընդգրկվել մեր իրազեկման արշավների շրջանակներում եւ այդ իրազեկման արշավների ընթացքում պարտադիր քննարկվող հարցադրումներից մեկը հենց նաեւ կանանց իրավունքներ, երեխաների իրավունքներ, ընտանեկան բռնության կանխարգելում, հետևաբար նաև Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված հարցերն են եղել։ Միանշանակ հիմա այլսա լավ հնարավորություն է նորից արձանագրելու, որ Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված շատ են թյուրընկալումները մեր հասարակական միջավայրում, ընդհանրապես ձևախեղված է ներկայացվում դաշտը, ավելին դրան նպաստում է այն, որ այդ հակաքարոզչությունը, չասեմ, հա, միայն կոնվենցիայի, ընդհանրապես ընտանեկան բռնության ու կանանց իրավունքների պաշտպանության գործիքների դեմ շատ դեպքերում տանում են նաև մասնագիտական համայնքների ներկայացուցիչները, ինչը ավելի է մեծացնում խնդիրը, եւ այստեղ միանշանակ է, որ մենք բոլորս համատեղ ուժերով չպետք է վարանենք այս խնդրի վերաբերյալ խոսելուց, պետք է հրապարակային լինենք այս հարցերի հետ կապված եւ պետք է հասնենք նրան, որ այս գործիքները, ընդ որում անկախ նրանից թե այդ գործիքները ինչ անվանում ունեն, որտեղ են արձանագրված, իրենք պետք է պատշաճ կիրառություն ստանան, այդ թվում մեր հանրապետությունում, իսկ մեր մասով իրազեկման աշխատանքները երեխաների մասով իհարկե թիվը նշեցի, բայց մեր այցերը շատ մեծ ծավալ են կազմել, համարյա ամենտեղ մենք այս մասով իրազեկում իրականացրել ենք։ Շնորհակալություն, համեցեք Տիկին Այգազյան։ Մարդու իրավունքների հարգարժան պաշտպան, դուք խոսեցիք ձեր ներկայացման ընթացքում դիմում բողոքների մասին վերաբերյալ 6 տարեկան երեխաների դպրոց ընդունվելու, ուզում եմ ձեզ հարցնել, արդյոք իրականացվել են ուսումնասիրություններ, թե որտեղ է խնդիրը, որ այսքան շատ երեխաներ փաստորեն տարիքից ուշ են դպրոց գնացել եւ համապատասխանաբար տեղակայվել են տարբեր դասարաններում։ Ինչի համար եմ այս մասին խոսում, որովհետեւ հիմնականում բողոքները գալիս են այն ծնողների կողմից, որոնք իրենք են որոշում, թե երբ է ճիշտ ժամանակը երեխային դպրոց տանելու։ Այսինքն երեխան ծնվել է տվյալ ուսումնական տարվա նոյեմբերի, տվյալ